Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի գյուղի մի շարք փողոցներ Երևանից այս վիճակում են։ Գետառգետը վարարել և հունից դուրս է եկել։ Գյուղի մի շարք հատվածներում ջուրը լցվել է մարդկանց բակեր և հողամասեր։ Բնակիչների խոսքով գետի վարարման և հունից դուրս գալու պատճառը գետի մաքրման բացակայությունն է, որը վերջին անգամ կատարվել է 10 տարի առաջ։ 32 տարի այստեղ եմ ապրում, խնդիրը լինում է։ Մոտավորապես մի 10 տարի առաջ է այս գետը մաքրվել, նորմալ, իսկ մնացած ժամանակ այնքան որ տրակտորով զուտ ձևականություն, ոչ մի արդյունք չի եղել։ Գյուղի վերևի հատվածում, Թազագյուղի շրջակայքում մեծ խոզի ֆերմաներ կա, որը թույլ են տալի լցվի գետը։ Դրա պատճառն է, որ գետը այս վիճակում է։ Գոմաղ կանալիզացիաները լցվում է ստեղ, ահավոր հոտ է գալի։ Մեկ էլ բանը գործարանների թույները հետ։ Մենք չենք կարող ոչ մի ոռոգում անենք։ Ոռոգում ենք անում, սաղ չորանում է։ Ծառ, ծաղիկ, ինչ ունենք, չորանում է։ 3 ցերեկվանից արդեն բարձրանում էր ջուրը։ Երեկոյան արդեն ճանապարհով գնում էր լցվում էր մարդկանց հայատները։ Իմ տուն չի լցվել, բայց կապ չունի, հարևանների տուն է լցել։ Մենք չի մենակ ես իմ մասին պետք է մտածեմ, հարևանություն, ընկերություն, հարազատություն, սաղն էլ վնաս է տալի։ Ինչպես եք տեսնում խնդրի լուծումը, որ ամեն տարի այս վիճակը չլինի։ Խնդրի լուծումը պաներների վերանորոգումը եւ լիարժեք գետի մաքրումը։ Ջրի մեջ էի մնացել, քաշելով են հանեբուքսիրով։ Ժամի 7-ի աներն էր, որ մտել եմ այդ ջուրը, ինգերոջս ունե, հետո մտան վառվա, վենալը ցեխերը սաղ վրենա։ Ինչն է վառվել։ Սիգնալները, մատորնա պերեբոնգե։ Հեսա տանում եմ նորոգելու։ Նոր էի սարքեմ, 40,000 հեսա պետք է տանեմ, որ քանդեն նորից փոխեն։ Երեք առավոտվանից ջուրը կամաց բարձրացավ, երեկոյան տենց 4-ին 5-ին արդեն լցվում էր բանը։ Ճանապարհով է եկել ջուրը։ Ինչքան ստեից էր եթեմ, այդքան էլ ճանապարհից էր գալիս։ Եկել են փրկարարներ, ներեկ են եկել։ Արդեն որ տեսանք ջուրը լցվելու է տններս բան, զանգեցին, եկան այդ օգնեցին ալին։ Ամեն տարի այսպես վարարում, ամեն տարի էսին տունն է լցում, տունը այդտեղ էլի մարդկանց բանն է լցում, այդ տները, պատվալները այդ վիճակն է։ Մեր ժողովուրդը անշնորհք, շատ անշնորհք անպետ մարդիկ են։ Տելևիզոր, դիվան, բարձ, զբիլ կարող ավտոն շաբաթը 2 անգամ գալիս է, զբիլը հավաքում, բայց մարդիկ չեն, բոլորը գետն են լցում։ Այնա ցելոֆոնները գցել են, որ այդ գարաժի դեմը փակել է, էլի այդ ցելոֆոնը հողով նոր բացի, որպեսզի մեքենան անեն դուրս։ Այսինքն ջուրը լցվել է, ինչա վստահ է։ Ջուրը այստես լցում, գնում էր այնտեղ։ Այստես բարձրանում գնում էր, եսի քանդել ենք ձեռքով, բանով քանդել ենք, որ ջուրը գոնե այստեղից շատ գնա, չլցվի այս տները։